Բարի լույս հարգելի բժիշկներ, այսօր որոշեցինք միասին եւ սուրճ խմենք եւ սրտի համաշխարհային օրվա հետ կապված նաեւ փորձենք ամփոփել ինչ ենք ունեցել վերջին տարվա ընթացքում Հայաստանում եւ ընդհանրապես մենք թե կանխարգելիչ, թե բուժական առումով ինչ հաջողություններ ունենք եւ ամենակարևորը մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ որոշակի կանխարգելիչ խորհուրդներով, ցուցումներով օգնենք, որ մեր երկրում մարդիկ առողջ սիրտ ունենան։ Բայց առաջինը արդյոք սուրճը կանոն չենք խախտում եւ առավոտյան սուրճով սկսելը սրտի համար խնդիր չի։ Ինչ կարծիքի եք։ Բացարձակ։ Մենք հանգիստ խղճով կարող ենք ըմպել առավոտյան սուրճը եւ դա մեր սրտին վնաս չի լինի։ Իսկ ոնց սկսել առավոտը, որ դրական ազդեցություն ունենանք ամեն օր փոքր չափաբաժնով մեր առողջության վրա, պարոն Հարիմյան։ Ամեն օր կարելի է ֆիզիկական ակտիվության ինչ-որ չափ կիրառել, օրինակ ես հենց նոր 20 րոպե արագ քայլեցի եւ հիմա բավականին թարմ եմ։ Ի տարբերություն սովորական, որ չենք քայլում, համար խորհուրդ կտամ մի քիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Երևի թե վերջին տարիներին մենք շատ շեշտադրումը հենց կանխարգելման վրա ենք անում, որովհետև տեսնում ենք, որ ինչքան էլ փորձենք բուժական, դեղորայքային, միջամտական հատվածը ընդլայնել, հասանելի դարձնել, բայց եթե մեր մեջ չփոխվի վարքագծային առումով որոշակի բաներ, գուցե չունենանք այն հաջողությունը, ինչ որ զարգացած երկրները կարողանում են արձանագրել, եւ ֆիզիկական ակտիվությունը իհարկե ամենակարևոր բաներից է, բայց նաև մեր վնասակար սովորությունների մասին կուզեի, որ եւս մեկ անգամ հիշեցնենք, թե ռիսկի գործոնները ինչ ազդեցություն են ունենում ցավոք սրտի մեր բնակչության առողջության վրա։ Այո, իսկապես շեշտը պետք է դնել կանխարգելման վրա, սիրտանոթային հիվանդությունների։ Հիմա տեսեք, սիրտանոթային հիվանդությունները բոլորս գիտենք, մեր վիճակագրությունը, համաշխարհային վիճակագրությունը համարվում է Հայաստանի բոլոր մահերի կեսի պատճառ։ Այնպես չէ, որ Հայաստանում է միայն այդպես։ Նույնիսկ զարգացած երկրներում սիրտանոթային հիվանդությունները էլի հանդիսանում են առաջին պատճառը մահացության։ Եթե համաշխարհային մակարդակով այսպես գլոբալ վիճակագրությանը նայենք, հաշվի առնելով, որ հետամնաց թերզարգացած աֆրիկյան տարբեր երկրներում բարձր է մահացությունը ինֆեկցիաներից, տարբեր այլ թերսնուցումից եւ այլ, ընդհանուր 1/3 մահերի բաժին են կրում սիրտանոթային հիվանդություններին։ Եվ մի հետաքրքիր ցուցանիշ, որ ինսուլտների եւ սրտամկանի ինֆարկտ, վաղ ինսուլտների եւ ինֆարկտների 80%-ը կարելի է կանխել։ Սա ահռելի թիվ է, 80%-ը հնարավոր է կանխել։ Կյանքը փոխելով, ապրելակերպը փոխելով, վնասակար սովորությունները վերացնելով։ Ցավալի է, որ Հայաստանը եվրոպական երկրների մեջ առաջին հնգյակում է ծխամոլությամբ։ Իհարկե, շատ վատ ցուցանիշ է։ Նորվեգիայում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում այն հասել է 13-15%-ի։ Մեզ մոտ այն 50%-ից ավել է։ Տղամարդկանց մեջ առավելապես։ Եվ եթե նայում ենք նաև վիճակագրությունը սրտանոթային հիվանդությունների հիվանդացության առումով, մենք տեսնում ենք, որ վաղաժամ մահացության հենց տղամարդկանց մոտ ցավոք սրտի այս գործոնը ահռելի մեծ ազդեցություն է ունենում։ Ոչ միայն սիրտանոթային, ուռուցքային, քաղցկեղների եւ բոլոր առումներով։ Մյուս ֆակտորը մենք սրա հետ կապված բավական մեծ բան ունեցանք, արշավ ունեցանք աղի օգտագործման չարաշահման հետ կապված եւ մեզ շատ անգամ ասում էին, որ արդյոք ավելի կարեւոր բաներ չկա, քան թե աղի հետ կապված բարձրաձայնելը, մարդկանց կրթելը, ցույց տալը, որ անգամ չնկատելով մենք ինչքան չարաշահում ենք օրվա մեր չափաբաժինը։ Խնդրեի այս մասով էլ մի քանի բան ձեր խորհուրդները։ Քանի որ մեր մոտ մի քիչ աղի պարունակությունը պատրաստի սննդատեսակների մեջ բարձր է, դրա վերաբերյալ հիշում եմ, որ մի քանի տարի առաջ հետազոտություններ էին արել, պատրաստի
ասենք երշիկ, մսային պատրաստուկներ կամ պանիր, հաց, ինչու՞ չէ, աղի պարունակությունը տեղից արդեն բարձր է։ Մենք լրացուցիչ էլ որ աղ ենք ավելացնում, մեծամասնությամբ աղի չարաշահում է լինում եւ ըստ զարգացական գերճնշման ուղեցույցի, երբ նոր է սկսվում ճնշման բարձրացումները, սկզբում մենք խորհուրդ ենք տալիս կենսակերպի փոփոխություններ, որոնցից գլխավոր տեղում է նաեւ աղի չարաշահումը եւ հաճախ այդ վաղ փուլերում պացիենտներին հարցնում ենք, ասում են այո, աղի շատ ենք սիրում։ Խորհուրդ ենք տալի աղը սահմանափակել, այդ թվում նաև ծխելը, ֆիզիկական ակտիվությունը եւ հաճախ 2-3 շաբաթ, 1 ամիս հետո կրկնակի այցելության ժամանակ ունենում ենք ճնշման նորմալ թվեր եւ մարդկանց բացատրում ենք, ասում ենք, եթե կուզենաք դեղ խմել, շարունակեք նույն կերպով, բայց եթե այս կենսակերպը շարունակեք պահել, հնարավոր է խուսափել դեռևս դեղերի կիրառումից։ Եվ այսօր էլ մեր միասին հանդես գալու կարծում եմ կարևոր շեշտադրումներից մեկը այն է, որ մենք փորձում ենք բոլոր մեր երկրում էտապներում համակարգային մոտենալ։ Մենք խոսեցինք կանխարգելման մասին, խոսեցինք վաղ հայտնաբերման, այսինքն շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները առաջնային օղակում, երբ որ ունենում են խնդիրներ, երբ որ որոշակի սիմպտոմներ են ունենում, վաղ դիմեն իրենց ընտանեկան բժիշկին, թերապևտին, հայտնաբերելու նույն բարձր զարգերակային ճնշման հետ կապված խնդիրները։ Այս մասով ինչ ունենք, պարոն Հարությունյան, մեր սկրինինգային ծրագրերի հետ կապված եւ Սկրինինգային ծրագրերը կան, որ ցանկացած 18 տարեկանից բարձր քաղաքացին որևէ հարցով դիմում է պոլիկլինիկա կամ իր ամբուլատոր առաջնային օղակի կազմակերպություն եւ ենթադրենք ինչ որ տեղեկանքի գալիս տանի կամ ինչ որ հերթական պատվաստում է կամ բոլոր այցերի ժամանակ խորհուրդ է տրվում զարգերակային ճնշումը չափել, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ տեղյակ չեն լինում, որ ճնշումը բարձր է կամ մտածում են իրենց լավ են զգում, նորմալ է, պետք չի ճնշմանը հետևել։ Այսպիսի մտայնություն էլ կա, որ ասում են իմ ճնշումը բարձր է, 140 եւ ես ինձ վատ չեմ զգում։ Դա տարածված սխալ է եւ մենք փորձում ենք բոլորին բացատրել, որ ցանկալի թվերը, այսինչ թվերն են, մենք պիտի ձգտենք հասնել այդ թվերին։ Դու կարող ես քեզ նույնիսկ 200-ի տակ ունենք պացիենտներ 200-120 չզգան, բայց մենք պետք է դրա հետևից գնանք, բուժենք եւ դրա համար սկրինինգները կարեւոր են։ Սկրինինգները 35-ից 68 տարեկան նաեւ գլյուկոզայի որոշում էլի տենց ոչ կարող է վարչական այց լինի, կանխարգելի, ինչ որ այլ պատճառներով այց, մենք տեսնում ենք, որ չունի հետազոտություն, էլի կարող է գանգատ չունենալ պացիենտը եւ երբեմն այո, պատահական վաղ հայտնաբերումը օգնում է խուսափել բարդությունների զարգացումից։ Նույնը հիպերխոլեստերինեմիայի հայտնաբերումը էլի նախատեսված է սկրինինգներով, էլի մարդիկ տեղյակ չեն լինում, էլի այն դեպքն է, որ ընդհանրապես ոչ մի գանգատ չեն ունենում, բայց լաբորատոր հետազոտություններով հաջողվում է հայտնաբերել եւ խորհուրդներով եւ ճիշտ ժամանակ արդեն միջոցներ ձեռնարկել։ Այս մասով էլ այո, սննդակարգը փոփոխել ու մեզ համար շատ կարեւոր է, որ 2024 թվականից որոշակի դեղորայքի ավելացում եղավ առաջնային օղակի համար եւ քրոնիկ հիվանդություններով մեր քաղաքացիները կարծես ավելի շատ հնարավորություն ունեն կառավարելու իրենց հիվանդությունը, որպեսզի չունենանք արդեն պարոն Հեբոյանի, պարոն Հարապետյանի խիստ միջամտությունների կարիքը։ Այո, ես կուզեի այդ մասին ես էլ կարծիքս հայտնել։ Մենք ուղեցույցներով գիտենք, որ ցանկալի է սկսել կոմբինացված պրեպարատներով զարգերակային գերճնշման բուժումը, բայց ցավոք սրտի հնարավորություն չենք ունենում այդ դեղերը նշանակել ամբողջ ծավալով եւ երբ ներդրվեց օֆերտայի սկզբունքը, այժմ մենք արդեն կարողանում ենք այդ համակցված դեղերից նշանակել եւ որը մեծացնում է պացիենտների հակվածությունը։ Նա կարող է ընդամենը 1-2 դեղով հսկել իր ռիսկի գործոնները, այդ թվում զարգերակային գերճնշումը։
Եվ իհարկե, երբ որ այս բոլոր էտապները ցավոք սրտի չեն կանխարգելում եւ մենք հասնում ենք շատ ավելի ծանր վիճակներին, դա թե սրտի ստենտավորման, թե նաեւ բաց վիրահատությունների եւ այլ ախտորոշումների պարագայում, արդեն այս մասով էլ մեր հանձնառությունն է, որ անընդհատ ավելացնենք պետության կողմից օժանդակությունը, այս ծախսատար երբեմն րոպեների ընթացքում անհրաժեշտ միջամտությունների, այս մասով կուզեի, որ լրացնեք, պարոն Հայրապետյան։ Ես համարում եմ, եւ միշտ ասել եմ, որ սրտամկանի ինֆարկտի պետական ծրագրի ներդնումը եւ նրա զարգացումը ինքը լուրջ քայլ էր ընդհանրապես մեր առողջապահության բնագավառում։ Մենք օգոստոսի 1-ից արդեն ծրագրի մեջ ընդգրկում ենք բոլոր ինֆարկտները, որոնք, այսինքն այն ինֆարկտները, որոնց ցուցված է միջազգային ուղեցույցներով ստենտավորում, բոլորը կարող են անվճար ստենտավորվել եւ խուսափել ինֆարկտի ավելի լուրջ հետևանքներից։ Սա մեծ լուրջ քայլ է։ Ինչ առումով նախ ինքը կանխում է շատ բարդությունների զարգացումը, փոքրացնում է սրտամկանի ինֆարկտի չափերը եւ հետագա նրա հնարավոր բարդությունների, այդ թվում հաշմանդամությունը։ Եվ նաեւ հիվանդին եւ բժիշկներին իհարկե ազատում է այդ բոլոր ֆինանսական մտահոգություններից, քննարկումներից եւ դրա հետ կապված ժամանակի կորստից։ Դեռևս 50 տարի առաջ մեր հանճարեղ սրտաբաններից Եվգենի Բրաունվայլդը ասել է ժամանակը դա մկան է, այսինքն սրտամկանի ինֆարկտի ժամանակ յուրաքանչյուր րոպեն ավելացնում է մահացած սրտամկանի ծավալը եւ այս առումով ինչքան շուտ, այդքան ավելի լավ եւ այդքան ավելի լավ արդյունքներ։ Եվ այս ծրագիրը հենց Բրաունվայլդի ասած նպատակին է ծառայում, առաջին դա, երկրորդը կարծում եմ դոկտոր Հեբոյանը ավելի մանրամասն կասի աորտայի շերտազատման հետ կապված ծրագիրը եւ ես կարծում եմ այս ծրագրերը նաեւ շարունակական է լինելու, հուսով եմ, որ մենք ունենանք նոր տարում նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն ավելի պլանային արդեն միջամտություններին, այո։ Եվ նաև կան իհարկե խնդիրներ, կան պաթոլոգիաներ, որոնք կյանքի հետ կապված են, վտանգ են ներկայացնում եւ ունեն ուրգենտ միջամտության կարիք, որոնց մասին մենք նաև ձեր հետ քննարկում ենք ունեցել, միգուցե անդրադառնանք նաև այդ ծրագրերին։ Այո, ես մեր քննարկումներին մենք նախանշել ենք առաջիկա նաև անելիքները, օրինակ սրտի ռիթմավարների հետ կապված, որը էլի որոշակի սոցիալական խմբերին մենք այսօր ունենք այդ հասանելի է, բայց այս պարագայում էլ էլի մենք ունենք քաղաքացիներ, որոնք ֆինանսական պատճառներից չեն կարողանում ճիշտ ժամանակին այս ծառայությունը ստանալ եւ սա է մեր նպատակը, որ անընդհատ ավելացնել այն ծառայությունների շրջանակը, որը կյանք է փրկում, որը փոխում է մարդու կյանքի որակը եւ հնարավորություն է տալիս վերադառնալ աշխատանքի եւ ըստ էության չծանրաբեռնել պետությանը նաեւ հետագայում։ Դա ֆինանսական խնդիր է, բացի սոցիալական, ֆինանսական խնդիր է, որտեղ այդ բեռը ֆինանսական բեռը, սոցիալական այդ հաշմանդամության մեծ ծավալը, նաև ֆինանսական բեռը հենց պետության վրա։ Այո։ Դրա համար կանխել այդ հաշմանդամության զարգացումը, կանխել հիվանդությունը վաղ էտապում, բուժել հիվանդությունը վաղ էտապում, դա լուրջ եւ առողջապահական, եւ սոցիալական, եւ ֆինանսական խնդիր է։ Պարոն Հեբոյան, ձեր մասով իհարկե աորտայի շերտազատման ծրագիրը, որը էլի միասին բոլորս քննարկելով եւ ներառելով պետպատվերի շրջանակներում, կարծես թե այդ հավասարությունը վերականգնվել է, որ երբ որ պացիենտը գալիս է, բժշկի խնդիրը այն չէ հասկանալու կարող է վճարել, կա չի կարող վճարել եւ ձեր աշխատանքը միայն բուժելուն է ուղղված։ Աորտայի շերտազատումը պայթունա խաղաղ երկնքում։ Այն պահին, երբ որ աորտան պատրվեց, այդ պահից սկսած ժամանակացույց է աշխատում հիվանդի օրգանիզմում։ Ինչքան հիվանդը արագ կմտնի սրտային վիրատարան, այնքան հիվանդի ողջ մնալու կամ հաշմանդամ չլինելու հավանականությունը շատ մեծ է։ Ֆինանսական կոմպոնենտի վերացումը շատ
կոպիտ հարց լուծեց մեր համար, շատ լուրջ հարց լուծեց։ Մենք չգիտենք այն հիվանդներին, ովքեր որ ֆինանսական խնդիրներ լսելով չէին հասնում հիվանդանոցներ կամ քայլեր չէին անում։ Շատ բան այլ ձևա դասավորվում, բնություն այլ ձևա դասավորվում օրգանիզմում, շատ բան մեր ձեռքը չի, բայց գոնե ֆինանսական դժվարության վերացումը եւ պետական հոգացությունը թույլ է տալիս, որ արագ արձագանքվեն։ Եվ ի պատիվ մեր առողջապահական համակարգին պետք է ասենք, որ հիմա ինֆորմացվածությունը, տեղեկատվությունը առաջնային օղակներում շատ բարձր է։ Աորտայի շերտազատում բառը շատ ծանոթ բառ է առաջնային օղակների համար եւ արագ արձագանքում է եւ հիվանդներն արագ վերջին տարիներին արագ հասնում են սրտային վիրատաններ։ Սա կյանք փրկող վիրատություն է եւ ժամանակը հենց հիվանդին հակառակ աշխատում։ Այստեղ նաև մեր նպատակն է, որ ինչպես նշեցիք, սկսած քաղաքացու տեղեկացված լինելուց, օրինակ ինսուլտի առաջին ախտանշանները, որպեսզի թե անձը, թե ընտանիքի անդամները կամ շրջապատը ճիշտ պահին ընկալի, թե ինչ է կատարվում անձի հետ, որպեսզի այդ պահը չկորցնենք։ Հետո գայս է շտապօգնության ծառայությունը, հետո իհարկե նաև հիվանդանոցային օղակը եւ մեր նպատակն է, որ մենք կարողանանք այս ամեն րոպեն խնայելով պացիենտին ճիշտ պահին հասցնենք։ Առաջնային օղակը խիստ կարևոր է։ Նայեք, վիրաբույժները վիրատաներում պաշտպանված են, ունեն գործիքները, ունեն վիրատարան, մասնական դաշտը կայուն է։ Առաջնային օղակի բժիշկը հիվանդի հետ գիշերվա կեսին հանդիպում է եւ ճակատագրական որոշում է կայացնում։ Փորձում է հասկանալ կատաստրոֆիկ հարց կա թե չկա, եւ հետագա ոնց շարժվի։ Վիրաբույժից շատ ավելի կարևոր նշանակություն ունի առաջին արձագանքող բժիշկը իմ կարծիքով։ Իմ կարծիքով այստեղ նաև պացիենտի հետ աշխատելու բարդությունը այն առումով, որ ձեր մասով պացիենտը այդ պահին շատ որոշումներ չի կայացնում, այսինքն լուր ենթարկվում է ձեր գործողություններին։ Այլ կարող ասեմ, հիվանդները հիվանդանոց հասնում են արդեն պատրաստված, որ կյանքի մահու հարց կա։ Այն ընտանիքը, որ գիտի կյանքի մահու հարց կա, մենք ժամանակ չենք ծախսում երկար խոսակցությունների վրա։ Իսկ առաջնային օղակի բժիշկը մեծ խնդրեմ ունի, շատ անհարմար ժամի ընթերին գիշերվա կեսին ինչ որ միտեղ հանկարծ ընտանիքին բացատրի, որ ձեր խաղաղ կյանքը հանկարծ այսօր փոխվում է եւ այսպես սկսած ձեր հարազատի կյանքը վտանգի տակ է։ Նախ դա կանոնը համոզի եւ ճիշտ կազմակերպի վիրատան հասնելու հարցը։ Խիստ կարևոր է սա։ Եվ նաև հասնել, որպեսզի պացիենտը չգալով այդ կրիտիկական վիճակին փոխի իր կենսակերպը, այդ որոշումը կայացնի իր համար, որ ինքն էլ պատասխանատվություն ունի իր առողջության համար, պարոն Հարմյան։ Այդտեղ այո, մենք անելիք ունենք, որ պացիենտը գալիս է ինչ-որ գանգատներով, մենք իրան զննելուց, հետազոտելուց առաջ նախ ներկայացնում ենք հնարավոր բարդությունների ռիսկը, ներկայացնում ենք ռիսկի գործոնները եւ բացատրում ենք ինչ վտանգներ են իրեն սպասում, եթե չանցնի առողջ ապրելակերպի, չհետևի մեր խորհուրդներին եւ պացիենտները արդեն հիմնավորված բացատրություն լսելուց հետո վտանգի նշանների մասին իրենք ինչ որ չափով սկսում են ավելի լուրջ վերաբերվել, ավելի հետևել մեր խորհուրդներին։ Եվ ինձ թվում է մեր բոլորի միասնական աշխատանքն է, որ կարող է փոփոխություն բերել եւ մեր թվերն էլ վիճակագրական ցույց են տալի, որ բերում են փոփոխություններ։ Ես ուրախությամբ այսօր արձանագրեցինք նաեւ, որ 2024 թվականին ըստ էության մենք սրտանոթային հիվանդությունների, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների մահացության նվազում ունենք։ Այսինքն մենք ճիշտ ուղղությամբ գնում ենք եւ այս բոլոր միջոցառումները իհարկե արդյունք տալիս են եւ տալու են առաջիկայում, բայց ամենակարևորը մեր քաղաքացիների հետ աշխատանքն է, նրանց ճիշտ սովորություններ սերմանելու եւ կրթելու եւ սեփական կյանքը ու առողջությունը գնահատելու մասով, այնպես որ ինձ մի անգամ եւս ավելորդ չի լինի հիշեցնենք, որ ամեն օր 20 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածություն, առողջ քիչ ճարպերով սնունդ, վնասակար սովորություններից հրաժարվել, քաղցրի սահմանափակում, այսինքն ամեն բան փորձել ավելի չափի մեջ, սուրճը այո, բայց էլի չափի մեջ։ 3-4 բաժակը վնաս չի։ Այո։ Եվ երկարացնել կյանքը, մենք էլ մեր սրտի մասին հոգ տանենք, ոնց որ ինքն է անընդհատ աշխատում, որ մենք ապրենք, նենց էլ մենք մեկ-մեկ անդրադառնանք իր կարիքներին։ Եթե կարելի է մի հատ դիտարկում անեմ, մենք նայեք
բոլոր պացիենտներին կարող է տեղեկացնենք, կանչենք, հրավիրենք, ասենք եկեք կանխարգելիչ այցի, իրանց մի մասը այդպես էլ չի գալիս, մինչև սուր վիճակին չի հասնում։ Եվ ես անհամբերությամբ եւ ոգևորված սպասում եմ համապարփակ ապահովագրության ներդրմանը, որ լսեցինք վերջապես մյուս տարի կսկսենք, որտեղ մենք ինչ որ աշխատանք ենք ներդրել, այնտեղ շատ կարևոր կետ կար, որ 2 տարին մեկ պարտադիր այցեր, որպեսզի փաթեթը ակտիվանա։ Եվ այդ այցերի ժամանակ տվյալ տարիքային խմբում նախատեսված է ընդհանրենք գլյուկոզայի ստուգում, խոլեստերինի ստուգում, զարկերակային ճնշման ստուգում, ուռուցքային կանխարգելիչ հետազոտություններ պարտադիր, նա պետք է անցնի այդ բոլոր հետազոտությունները, որպեսզի իր փաթեթը ակտիվանա։ Դա բերելու է այդ մեր կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության էական բարձրացմանը, այնպես որ այո, այստեղ բոլոր մեթոդները աշխատացնելով, համոզելով, խրախուսելով, մի փոքր էլ պարտադրելով, ի վերջո վարքագծի փոփոխության մենք հասնելու ենք վստահաբար։ Մեր խնդիրը, ես կարծում եմ ու միշտ ասել եմ եւ նաեւ գիտաժողովներում, մեր հասարակության առողջապահական մշակույթի բարձրացումն է։ Մենք չունենք բավարար ժամանակակից պահանջներին, մեր եվրոպական, միջազգային պահանջներին համապատասխան առողջապահական մշակույթ։ Անտարբերություն սեփական առողջության նկատմամբ, վատ սովորույթների տարածվածություն եւ այլ։ Եվ այստեղ իհարկե եւ կրթական, եւ քարոզչական աշխատանքները շատ կարևոր են։ Օրինակ մենք հիմա մեր ասոցիացիան սրտաբանների իրականացնում է աշխատանք պացիենտների հետ։ Մենք սովորաբար ընդունված է, որ անում են գիտաժողովներ մասնագետներով, մասնագիտական։ Մենք անում ենք նաև գիտաժողովներ պացիենտների համար եւ նրանց հետ։ Հրավիրում ենք պացիենտների, նրանց ներկայացնում ենք այս կամ այն հիվանդության կանխարգելման հնարավորությունները, որոնք իրենց ձեռքում են, վնասակար սովորույթների տարածվածության ազդեցությունը հիվանդությունների զարգացման վրա, տպագրել ենք բրոշյուրներ, օրինակ ասոցիացիան մենք բաժանել ենք բրոշյուրներ, որպեսզի հիվանդները ակնհայտ ձևով, այդպես ավելի տեսանելի ձևով ծանոթանան, ինչ է սպասվում, եթե շարունակեն ծխել, եթե չհետևեն հիպերտոնիան եւ այլ։ Այս առումով իհարկե մինչև մեր մասնագետներին հասնելը հասարակությունը պետք է աշխատի իր վրա մեր օգնությամբ եւ նախարարության եւ մասնագետների բարձրացնելու իրենց մշակույթը։ Եթե հայաց կանեմ վիրատանից, այո, երբ որ ամեն անգամ վիրատանում ծանր իրադրության մեջ ենք, իրար ասում ենք միշտ առողջություն պահպանելն ավելի ճիշտ է, ավելի հեշտ է։ Հիվանդության լինելու պարագայում ավելի շուտ ֆիքսելն ավելի հեշտ է։ Եվ ավելի մեծ, ավելի լուրջ արդյունքները կարող կանենք եւ պետք չի որ ամեն անգամ ենք հանդիպենք այնց իրադրությանը, որ միշտ կյանքի մահու հարց ունենանք, ճակատագրական հարցի առաջ կանգնենք։ Եթե հասարակության մեջ վեկտորը փոխվի եւ թիրախը առողջության պահպանումը լինի, վիրաբույժները հավանաբար ավելի քիչ գործ կունենան կամ ավելի քիչ ստրեսային աշխատանք կունենան։ Ցավոք հետասարտեցել են հիվանդությունները կամ հիվանդներն ովքեր որ վիրատան են մտնում աորտոկորոնար շունտավորման համար, աորտայի շերտազատման դեպքում մենք ցավոք արձանագրում ենք դա, որ ետասարդացում կա։ Այդ նշանակում է, որ ոնց որ Համլետ Գրիգորիչն ասում, ագիտացիայի հարց կա եւ հասարակության հետ աշխատանքի հարց կա։ Եվ դա նաեւ կարեւոր է նոր պրոյեկտների համար, հատկապես սրտի փոխպատվաստման։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ճանապարհի վրա եւ շատ կարեւոր է նաեւ հասարակության նախապատրաստումը եւ հասարակությանը նյութեր տրամադրել, ագիտացիա անել, որ դա եւս ընտրությունն է եւ կարա մեր հանրապետության համար դա լուրջ առաջընթաց լինի։ Ինչպես մեր բժիշկները ասացին, 80% դեպքերում հնարավոր է կանխարգելել սրտանոթային եւ հիվանդություններից, սուր հիվանդություններից, եւ սա շատ մեծ թիվ է, այնպես որ եթե մենք որպես քաղաքացի բժիշկները հետ աշխատենք միասին եւ իրար հետ վստահաբար մենք մեր
բնակչության խնդիրների շատ մեծ մասը կկարողանանք լուծել եւ սա է մեր նպատակը, որ չհասնենք շատ ծախսատար միջամտությունների, որովհետեւ ըստ էության նման ծանր վիրահատություններից հետո էլ մարդը բարդ ընթացք է անցնում, որպեսզի կարողանա վերականգնի իր աշխատունակությունը, եթե ամբողջապես կարողանում է, դրա համար պիտի սովորենք ավելի շուտ ինքներս մեր մասին հոգ տանելով, թեթևացնենք մեր սիրելի բժիշկների կյանքը նաև։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, հուսամ կօգնի մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ անդրադառնալու, հիշելու, գնահատելու առողջությունը եւ երբ որ սիրտը անխոնջ աշխատում է, մենք էլ իր կողքին լինենք, որ շարունակի այդպես։ Շնորհակալություն շատ հաճելի զրույցի համար։ Առողջ շատրենք, հետևենք խորհուրդներին։ Այո։ Թույլ տանք մեր սրտերին երկար բաբախ։ Երկար բաբախեն եւ ուրախ։